Պարոն Ղազինյան, նախ սպասելիքներ այսօրվա հանրահավաքից ինչն է եւ հիմնական ասելիքը հանրությանը որն է։ Սպասելիքը բնականաբար շատ մեծ է եւ ասելիքը միասնությունն է։ Այսինքն տանը չնստել, պատասխանություն կրել նաեւ եւ իրավունք ունենալ երկրի կառուցման գործում, որովհետեւ մեր սերունդներին կարողանանք պատասխան տալ ինչ էինք անում, երբ որ երկիրը կործանվում էր։ Սամվել Կարապետյանը ըստ իշխանականների նախկինում կարող էր ուղերձով դիմել ուղիղ եթեր մտնել, ասում էին եւ հեգնում էին, որ պետք է այսօր առաջի անգամ խոսվի։ Պարզ հերթական ստերից մեկն է, որովհետև մենք դատախազություն ուղարկել են գրություն ուղիղ հարց ուղղելով։ Ինչ կարող է անել Սամվել Կարապետյանը, դեռևս պատասխանը չունենք։ Եթե ու կարծիքով իրենք շատ լավ դա գիտեն, ուղղակի մանիպուլացնում են հերթական անգամ։ Նաև նոր հնչեցին տեղեկություններ, որ մարզերից քաղաքացիները խոչընդոտներով են հասնում Երևան։ Դուք ստացել եք նման տեղեկություններ։ Ճիշտ ասած ունենք այդպես ինֆորմացիաներ, հավաքում ենք, որպեսզի ավելի գլոբալ ներկայացնենք, բայց դա նույնպես այսպես վախի արտահայտման ինչ-որ միջոց է, որովհետև շատ լավ հասկանում են, որ մարդիկ այո, որոշել են այս անգամ տանը չնստել եւ մասնակից լինել փոփոխությունների։ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ է արտահայտում ձեր ղեկավարածուժի եւ առաջնորդի Հասցեին ընդուպ ասում է վախենում են, որ կարող է միլիարդատերից բոմժ դառնալ։ Թույլ տվեք այդ մակարդակին չիջնել։ Ուժեղ Հայաստանը այդ մակարդակին չէ։